Բարև բոլոր նրանց, ովքեր մեզ նոր են միացել FM 106 և կես հաճախությամբ իր աշխատանքն է շարունակում թարմուղեղով հաղորդաշարը, տաղավարում աշխատում է Հայկո Իմինասյան, հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալբերտյանն է, շարունակում ենք թողարկումը, խոսում ենք անկախության մասին, ձեռքբերումների և ինչ ենք տանուլ տվել։ Մենք պատմությունը գիտենք, արխիվային փաստերին ենք ծանոթանում, հուշագրություններ կան։ Այդ ժամանակվա մեր վարիչները նվիրյալներ են եղել։ Արամ Մանուկյանի օրինակը բավական խնդրում է վերարկուի գումար կամ երեխաների կոշիկ չուներ, կոշիկը ծակ էր։ Հայ երկրի դիկտատորի ղեկավարի կոշիկը ծակ էր ծմրադը։ Արդյոք կան այսօր վարչապետի Քաչաստունին օրինակի համար շատ հետաքրքիր է, երբ որ գնդապետ Հասկելին պիտի դիմավորեն, զանգում է նախարարներից մեկին ասում է կարող եք մի 2 մետր թե ինչ կտոր կարել կամ մի կոստյում ճարել, ինչու ասում ես կոստյումի թևը պատին շատ կսվելուց այդպես էր սենյակին աստեղ մաշվել է ծակ է, հիմա պիտի գնան դիմավորելու այդ բարեգործ գնդապետ Հասկելին, որը մեծ գործ կատարեց Հայաստանի սովյալների փրկելու համար, ասում է ամոթ է, հիմա չեն գտնում նոր շոր չեն գտնում վարչապետի համար, այնպես են շարքը կանգնեցնում, որ թեկությամբ կանգնեն, որ օտար հյուրերը կայարանում դիմավորում են, չտեսնեն վարչապետի թիկունքի բաճկոնի մաշվածությունը։ Այսպիսի սերունդ է եղել։ Օրինակ համար Նիկոլա Աղբալյանը գրում է. Սիմոն, կրթության եթե մի 2 փուտ ծորեդուղը գարի ուղարկես, կցանեմ ասում երեխեքիս Սևանի ավազանում աշխատում էր, երեխեքիս հացի հարցը կլուծեմ, կցանեմ, ինքը հող ունեմ վարել է, բետել 2 փուտ գարի ցանեմ, հացի հարցը լուծել եմ, հանել եմ։ Այս նվիրյալները եւ այսօրվա ղեկավարները անհամատեղելի, անհամեմատելի են, դեպս կոչվում է երկուսը նախարարներ, հետաքրքիր է, չէ՞, նախարարներ կոչվում են նախարար բառի խորհրդից է գալիս, առաջին գործիչ նախ առաջին արարողներ, կարարիչներ, գործիչներ, առաջին դեմքեր, նրանք իսկապես առաջին էին, սրանք վերջին գողերն են, ես չգիտեմ ինչ ասեմ ուրիշ, երբ որ ես տեսնում եմ մեր նախարարների ամառարոսները, պալատները, շքախմբերը, մեքենաների շարասյուները, իրենց երեխաների, չգիտեմ ազգականների, բարեկամների ամառարոսներով, տներով, լողավազաններով, ինձ թվում է չտեսներ են, մենակ չտես այդպես բան կանի հասկանալի է, այսպեսի պատմությամբ, և դու պատերազմի մեջ հաղթել ես, այնպես կառավարեցին երկիրը, որ հաղթած երկրից մարդիկ սկսեցին հեռանալ, իսկ պարտված երկրի բնակչությունը գնալով աճում է ու աճում։ Պատմության մեջ հազվագյուտ երևույթ է, գիտես Հայկոյի իմ կարծիքով, հազվագյուտ, որ հաղթած երկիրը թուլանում ու դատարկվում է, պարտվածը հզորանում և մարդաշատ է դառնում, կրկնապատվում է գրեթե բնակչությունը, ինչպես է պատահում, այսինքն բարոյական հենք չկա, խաթարված է բարոյական հենքը, գաղափարական բարոյական հենքը կոմունիստականից եկած չի փոխվել, նախկինի վրա, մեկի փոխարինել է մյուս ավազակախումբը։ Ինչպես ստացվեց, որ այդ նույն կոմունիստական համակարգով, նույն այդ խորհրդային միությունից թալանել սովորած վրացիները ճակերտների մեջ մարդ դարձան, մենք ոչ։ Ինչպես ստացվեց, որ Բալկանները, մյուս անգամ նույն ինքը Ռուսաստանը կա այդ բոլոր արատավոր երևույթները ամենուր, բայց նույն Վրաստանի օրինակը բերենք, նույն պատմությունն ենք գրեթե ունեցել, նույն տարածաշրջանում ենք ապրել, ընդհանուր մտավորականներ ունենք, այսպես ասեմ, ինչու վրացիները կարողացան այդ խորհրդային անցյալը հաղթահարել, մենք այդպես էլ մինչև, չգիտեմ, որ երրորդ սերունդ պիտի ասենք, որ նրանցից գողանալ սովորեցինք, այդպես էլ շարունակվեց, կամ ԿԳԲ-ի գործակալներն են, լյուստրացիա չանցավ Հայաստանի եւ այլն, ինչու չենք թոթափում այդ լուծը ի տարբերություն վրացիների եւ անգամ ի տարբերություն ադրբեջանցիների։ Շատ տարողունակ հարց տվիր, բայց դրանք անպայմանորեն ունեն իրենց պատճառները, այդ երևույթները։ Անկախությունը տարբեր ժամանակներում անկախության գաղափարի կրողները լինում են տարբեր դասեր, դասակարգեր։ Միջին տարերում անկախության գաղափարի կրողը ազնվականությունն է եղել։ Եվ մեր ազնվականությունը բավականին լուրջ ազնվականություն է եղել, եւ բանակն է ինքը ստեղծել, եւ քաղաքականությունն է ինքը վարել, եւ թագավորություններ էինք տարբեր ժամանակ, այդպես էր բոլոր երկրներում։
Եվ մեր ուրեմն պատմության մեջ վրա հասավ մի շատ խավար ժամանակաշրջան, երբ մեր հակառակորդները հենց ոչնչացնում էին այն ուժը, որը պետականության գաղափարի, անկախության գաղափարի գրողներ, դա ազնվականությունն էր։ Դարեր տևեց այդ ոչնչացումը, արաբներից սկսած մինչև վերջ ոչնչացրին։ Հիմա իսկ վրացիները 1801 թվին Ռուսաստանին վրաց թագավորը դիմեց նամակով, որ նրանք գան եւ Վրաստանը վերցնեն իրենց հովանու տակ։ Այսինքն նրանք հիմա որ մեզ մեղադրում են թե վրաց ռուսերի դուք եք Կովկաս քաշում, ոչ 1801 թվին գիտենք հայտնի Գեորգիևյան այդ պայմանագիրը վրացիները ռուսերին հրավիրեցին Վրաստան։ Հանձնվեցին այսպես ասած, բայց վրա ռուսները եկան եւ վրացական արիստոկրատիան, ազնվականությունը չոչնչացրին։ Ավելին, այս նվաճյալ տարածքների Կովկասի է, դրանք անդրկովկաս էին ասում։ Այդ տարածքների կառավարման կենտրոնն էլ Թիֆլիսը դարձրին, նաեւ ռուսական կառավարման համակարգը դրին բանակ ազնվականությունը վրացական։ Այդ ազնվականությունը միշտ մնաց, որպես այդ գաղափարի գրող։ Ադրբեջանցիների մեջ խանական այդ համակարգը, որ ասում պետություն չունեին, բայց այդ կրոնական, իրենց իսլամի կրոնի մեջ այդ շիական Պարսկաստանի, խանական Պարսկաստանի երկար ժամանակվա մեկ գավառը լիդելով հանդերձ ինքը ունեին նաև իրենց խաներ, այդ գիտակցություն, անկախության կար։ Հետաքրքիր որն է հայ իրականության մեջ, իմ ասացիդ փայլուդ օրինակը։ Այդ ժամանակ կային նաև Ղարաբաղի մելիքները։ Այսօր ու տեսեք Ղարաբաղը իր դիմադրողականությամբ ամենահզոր եղավ։ Ղարաբաղի մելիքները Արցախի նրանց զավակները սերնդեսերունդ Ռուսաստանում բարձր ռազմական պաշտոնների հասան, մինչև վարչապետ եղան Լորիս Մելիքովը եւ այլ սրանք նախարարներ մելիքների շարանգներն էին, սորավարներ, տասնյակ գեներալներ, սորավարներ, բայց պետական պաշտոնյաներ, այրեր եւ այս արիստոկրատիան ազնվականությունը Արցախում էր մենակ պաշտպանվեց ցավոք հայրականության մեջ, որովհետեւ Արցախը Պարսկաստանի կազմում կիսանկախ վիճակում էր եւ իր տերերը Պարսից շահի կողմից դիտվում էին հայ ազնվականները, իշխանները, մելիքները։ Մի բան որ մյուս տարածքներում իսպար վերացել էր Օսմանյան կայսրության ամբողջ ուրեմն ենթակայության տեղած տարածքներում ոչնչացվեց։ Դրա համար անկախության գաղափարը, անկախության համար պայքարի դրոշտել նորից Արցախից բարձվեց։ Ազգային ազատական պայքարի դրոշը նորից Արցախից բարձվեց։ Դավիթ Բեկի օրոքել դա այնտեղից բարձվեց այդ դրոշը։ Հասկանալի է, մեր օրերում էլ բարձվեց։ Հիմա բացահայտ էր, մի քիչ երկար գուցե գնացի։ Սա էր պատճառը, որ այդ արիստոկրատիան, ազնվականությունը հենց այդպես բան չի։ Դա սկայական հասարակական ինստիտուտ է, որ գաղափարը պահում է, փոխանցում է եւ մշակում։ Մենք չունեինք։ Մեր մոտ ավելին աճեց առևտրականությունը։ Վաճառականների դասին փոխարինեցին ռուսների կամ թուրքերազոսյան չարչիական հոգեբանությունը, մանր առևտրի հոգեբանությունը, որը շահի դիմաց ամեն ինչ տալիս էր։ Տեսեք, ես շատ հետաքրքիր բան է ստացվում։ Հայերը այդ շրջանում հարստացան, կապիտալ ձեռք բերեցին, բայց քանի որ չկար չունեին իրենց ազնվականությունը, անկախության գաղափարի այդ գիտակցությունը չկար, նրանք այդ կապիտալը որտեղ էին ներդնում։ Մենակ կապիտալ բերելու շահով հետապնդելու քաղաքականություն ունեին։ Բաքվում, Թիֆլիսում, Բաթումում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում այլուր։ Հիմա մեծ բարերը Մանտաշովը Երևանի կենտրոնում հսկա Մանտաշովի արձանը դրել։ Մեծ հարգանք ունեմ այդ մարդու նկատմամբ։ Մեր շատ մտավորականների կրթեց, փող տվեց, կոմիտասից սկսած բոլոր շատերին։ Բայց նաև պետք է ցավոք շեշտենք, որ Մանտաշովը Երևանը չդիտեց հայկական քաղաք, Թիֆլիսը կառուցեց, Բաքուն կառուցեց, նաև եւ նրա նման շատ փողատեր էր, բայց Երևան չկառուցեց։ Երևանը չէին դիտում իրենց քաղաք։ Ավելին, իրենց քաղաք դիտում էին, մայրաքաղաք դիտում էին Թիֆլիսը, եւ պատահական չէ, որ 17 թվականին պաշտոնական տվյալներով Թիֆլիսի բնակչության 28%-ը ռուս էր, 40-ը հայ, 17-ը վրացի, տեսեք, հայերը հոգեբանորեն իրենց այն ժամանակ Երևանը չէին համարում իրենց քաղաքը, Կովկասը համարում էին իրենց երկիրը, Բաքվում էլ մեծամասնություն էին, չկար անկախության գաղափարի գիտակցությունը, հստակ չէր, տարտամ էր, եւ միայն հայ ազգային քաղաքական կուսակցությունների ստեղծումով վերականգնվեց այդ ասպետական ոգին։ Խրիվյան հայրիկը հենց պատահական չի ասում, որ ասում է դաշնակցությունը Ֆենչակյանները մեր նորօրյա ուխտի ասպետներն են։
Սա Խրիմյան հայրիկի խոսքն է։ Այս հանճարեղ մարդը հասկացավ, որ նորորյա ուխտի ասպետները այն ազնվականներն են, որոնք երկրի տեր լինելու գաղափարը ուրեմն վերակենդանացրին եւ այդ գաղափարի համար մեռնող, պայքարող, կռվող ու մեռնող սերունդ դաստիարակեցին, որն էլ անկախությունը կերտեց, առաջին անկախությունը։ Հասկանալի է, որ դու ասացիր կար այդ սերունդը, այդ կերտվեց, եղավ այդ սերունդը։ Անշուշտ չի կորչում դժվարություններով հանդերձ վրացիների մոտ այդ պատճառով, նրանց մոտ երբեք Իվիճայլոց այդ գաղափարը չհանգեց, խորհրդային տարիներին էլ նրանք ամենահակասովետական ժողովուրդներից մեկն էին, այդ համակարգի դեմ պայքարում էին նաև, ես նաև կապեր եմ ունեցել որոշ վրացական վտավորականների, որոնցից մեկ-երկուսը հիմա նախարարներ են, անունները լսում եմ, զարմանում, մենք նրանց հետ այն ժամանակ 78 թվականին էր կարծեմ, Բրեժնևյան սահմանադրության դեմ ակցիա կազմակերպեցինք այստեղ եւ Թիֆլիսում, հետապնդվում էր պետության կողմից, այդ սահմանադրությամբ 3 պետական լեզուներից խորհրդային միությունում երկուսը վերանում էին հայերեն եւ վրացերենը, մնում էր մենակ ռուսերեն։ Միջայլոց խորհրդային միությունում 3 պետական լեզու կար՝ ռուսերեն, հայերեն, վրացերեն։ Վրացերենն ու հայերենը բնականաբար մեզ համար էին պետական լեզու, այս երկրի մեջ կոչվում էին պետական լեզուներ եւ ռուսականը բոլոր մնացածների համար։ Եվ ուզում էին այդ սահմանադրությամբ նաև դա հեռացնել։ Մենք եւ վրացիներն էինք, որ ընդվզեցինք դրա դեմ եւ նրանք հասկացան, որ պետք է ուրեմն հետ կանգնել։ Վրացիների քաղաքական այս ակտիվությունը, ազգային անկախության գաղափարը վրացիների մոտ ըստ մեր առաջին հանրապետության տարիների գործիչների այն ժամանակ էլ ավելի վառ էր։ Ռուբեն Դարփինյանն այդ մասին գրում։ Օրինակ ասում է, տարբեր ովքեր հուշագրություն ունեն, գրում են, որ դրանց մոտ այդ գիտակցությունը շատ բարձր է։ Օրինակ, կարծեմ Ռուբեն Դարփինյանն է, եթե չեմ սխալվում, այո։ Ասում եմ, մինչև մեր նույն ժամանակ անկախացանք, մի քանի 2-3 շաբաթում վրացական ամբողջ երկաթուղային ծառայողները, պետական ծառայողները ունեին սեփական համազգեստը վրացական եւ սափրված էին եւ շատ կոկիկ ու կիրթ։ Իսկ մեր ծառայողները, երկաթուղային ծառայողները վայել դերևս տերեխով եւ արխալուղով եւ անթրաշ էին։ Այսինքն իրանց մոտ անկախության գաղափարը այն ժամանակ շատ ավելի վառ էր, դարձյալ բնական այն ժամանակ ավելի վառ դիլներ։ Գրողը կար, որովհետեւ գաղափարի գրողը պետք է։ Այն գաղափարը, որը գրող չունի, մեռնում է։ Դրա համար Տշտամին միշտ հարվածում է այն ուժին, ով գաղափարի գրող է։ Ես մեկի մի անունը չտամ, մի մտավորականի առիթով 89 թվականին մի հոդված գրեցի, դեռ 89 թվականին։ Որի մեջ դա ասացի, որ ինքը մեր ազգային կուսակցություններից մեկի դեմ ինչ-որ բաներ խոսեց, գրեց, ես գրեցի, որ պետք չի, մի միացեք մեր թշնամուն, որովհետև մեր թշնամին հարվածում է այն ուժին, որի մեջ տեսնում է իր վտանգը։ Եթե խփում է քո թագավորին, ուրեմն ուժը տեսնում է թագավորի մեջ, նրան պաշտպանի։ Խփում է քո նախարարներին, նրա մեջ է ուժը տեսնում, նրան պաշտպանի։ Խփում է քո եկեղեցուն, ուրեմն նրա մեջ է ուժը։ Քո քաղաքական որ կուսակցությանը խփեց, դու նրան պաշտպանի, նրա մեջ է ուժը։ Ոչ թե կուսակցական էժանագին անիմաստ, չգիտեմ, հակադրությունների ճանապարհով գնալ պարակտումների։ Պիտի միշտ նայես, հակառակորդդ ում է նշան բռնում։ Ուրեմն դու ել նրան պաշտպանի, միացի դրան, հակառակորդդ քեզից շուտ է տեսել ուժը այդ կառույցի մեջ, այդ անհատի մեջ, այդ կազմակերպության մեջ։ Մենք այս սա պետք է հասկանանք, սա դաս պետք է նաև մեզ այսօր։ Պետք է չբաժանվենք խմբակների ինքնանպատակ։ Սա էլ գիտեք շահի դարձել շահի հետապնդումից է գալիս, մանր շահի արդեն։ Ասենքն հիմա էլ գիտեք չէ ինչ են անում հասարակական կազմակերպությունների ճանապարհով միջազգային վալյուտայի այդ ինչ է հիմնադրամներ կան ինչ որ մակի եւ այլն առնում են այնքան հեշտ են առնում որ գլխի չեն ընկնում նաեւ շատ հաճախ գնվողները վաճառվողները շատերը գիտակցաբար շատերն էլ չեն հասկանում մի հատ բան էլ ասեմ ավարտենք երբ գործին գցում ես սառը ջրի մեջ եւ դնում ես կրակին ու բարբանտ կրակին գործը խաշվում է, չի գիտակցում։ Սառն արյունը ջրի հետականալու հետ արյունը տականում է ինքը համասեր միջավայրում վտանգը չի զգում, խաշվում է։ Բայց երբ գործին գցում ես տաք ջրի մեջ, անմիջապես վեր է թռնում։ Ջրից դուրս է թռչում։ Հակասությունը, հակադրությունը մեծ է։ Հիմա մեր այդ շատ գործիչների հասարակական, այսպես կոչված, մամուլի գործի նման խաշում են համասեր միջավայրում, սիրուն։ Եվ դրանք չեն գիտակցում, որ ոչինչ անում են իրենք, որովհետև չի հասնում տեղ
Միջավայրը շատ է համասերթվում, դա իրենց համար ամեն պայման ստեղծված է։ Այն երանելի մահվան հրեշտակը սակայն սավառնում է նրանց վերև։ Հարգելի ունկնդիրներ, լսում եք Թարմուղեղով հաղորդաշարը, տաղավարում աշխատում էր Հայկո Հիմնասյանը, իսկ հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվերդյանն էր։ Բոլորն ովքեր պարզապես մեզ լսում էին, կարող են նաև դիտել www.lratvakan.am կայքում։